Ողջույն, պատվարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել կարևորագույն հարցեր մեր երկրի ներքին, քաղաքական, արտաքին քաղաքական օրակարգերի վերաբերյալ։ Հայաստանը կանգնած է իր նորագույն պատմության ամենավճռորոշ պահի առաջ։ Սա այլևս քաղաքական ուժերի, քաղաքական դերակատարների, կուսակցությունների կամ անդամների այդ քաղաքական ուժերը ներկայացնող դեմքերի մասին ընտրություն չէ։ Սա հիրավի ընտրություն է երկու ճանապարհների միջև՝ արժանապատիվ կյանքի և ստորացման, անկախության և վասալացման, հաղթանակի և պարտության միջև։ Կամ մենք ենք ձևավորում մեր երկրի ապագան, կամ նրանք, ովքեր երկու և ավելի տասնամյակ շարունակ թալանել են պետությունը, կեղեքել մեր ժողովրդին, կազմաքանդել մեր պետականությունը և խլել մեր հավատը վաղվա, այսօրվա և ապագայի հանդեպ։ Կամ մենք կանգնեցնում ենք նրանց հիմա, կամ նրանք ավարտին են հասցնելու սկսածը։ Սա այլևս սովորական քաղաքական պայքար չէ, սա գոյության ճակատամարտ է, պետության, հասարակության, ընտանիքի և յուրաքանչյուրիս արժանապատվության։ Վերջին ամիսներին մեզ ասում են համախմբվեք, միավորվեք, այո, մենք պարտավոր ենք համախմբվել հանուն երկրի ապագայի, բայց ոչ երբեք նրանց հետ, ովքեր Հայաստանի անունից ծառայել են օտարներին, օտար շահերին, ովքեր երկիրը դարձրել են Ռուսաստանի կամքի գործիք, ովքեր մարդկանց թողել են աղքատության արտագաղթի մեջ, ովքեր կազմաքանդել են բանակը, ովքեր հոշոտել են, կեղեքել են մեր տնտեսությունը, ովքեր դատարկել են մեր գյուղերը։ Չկա և չի կարող լինել համախմբում ու միավորում և այդպիսի հնարավորություն նրանց հետ, այդպիսի հեռանկար վերջապես նրանց հետ, ովքեր մեր երկիրը հասցրել են այս կործանարար պարտության, ովքեր մեզ թողել են օտարի թելադրանքի տակ և այսօր էլ փորձում են վերադառնալ որպես փրկիչներ։ Նրանց վերադարձը մինչդեռ Հայաստանը վերստին ծնկի բերելու մասին է։ Մենք առաջարկում ենք բոլորովին այլ ճանապարհ։ Մենք առաջարկում ենք նոր խոսք, նոր մշակույթ և բոլորովին նոր պետություն։ Մենք այլևս չենք խոսելու դատարկ կարգախոսներով։ Մենք խոսելու ենք աշխատող տնտեսության մասին, որտեղ ստեղծվում են իրապես արժանապատիվ աշխատատեղեր։ Մենք խոսելու ենք գյուղացու մասին, որը դառնում է ազգային անվտանգության հիմնասյուն։ Մենք խոսելու ենք տեխնոլոգիաների և նորարարությունների մասին, որոնք պիտի դարձնեն Հայաստանը ստեղծող, արտադրող և արտահանող երկիր։ Մենք խոսելու ենք կրթության ու գիտության մասին, որովհետև առանց գիտելիքի պետությունը դատապարտված է հետամնացության։ Մենք խոսելու ենք արդյունաբերության վերածննդի մասին, որովհետև առանց իրական արտադրական հզորությունների Հայաստանը երբեք չի կարող դառնալ ինքնուրույն, ինքնաբավ և կայուն պետություն։ Մենք ամեն օր հանդիպում ենք մարդկանց Հայաստանի քաղաքներում և գյուղական բնակավայրերում։ Նրանք ասում են, այլևս չեն ուզում լսել դատարկ խոսքեր։ Նրանք ուզում են իրական գործեր, իրական ձեռնարկումներ, իրական լուծումներ, ուզում են արդար հարկային համակարգ, գյուղատնտեսության արդիականացում, գյուղտեխնիկայի հասանելիություն, փոքր ու միջին բիզնեսի աջակցություն, ներդրումներ վերջապես կրթության, տեխնոլոգիաների մեջ և վերջապես արժանապատիվ աշխատավարձով աշխատանք ու անվտանգ կյանք։ Եվ մենք այդ լուծումներն ունենք։ Սա է մեր առաքելությունը՝ կառուցել խաղաղություն, որը ծնվում է ուժից, խաղաղություն, որը կառուցվում է ինքնիշխանությունից, ոչ թե վասալությունից, խաղաղություն, որը հենվում է արդարության վրա, ոչ թե անպատժելիության։ Մեր նպատակը պարտության վրա կառուցված խաղաղությունը չէ, այլ հաղթանակի վրա հիմնված ապագան։ Մենք չենք ձգտում խաղաղության խոնարհվելու հաշվին։ Մենք ձգտում ենք խաղաղության ուժի
արդարության եւ ինքնիշխանության հիմքի վրա։ Այս ճակատագրական պահին այլ ճանապարհ չկա։ Կամ մենք ենք կառուցում մեր պետության ապագան մեր կամքով, մեր միասնությամբ, մեր խիզախությամբ, կամ նրանք կրկին խլելու են մեր տունը, մեր երկիրը եւ հոշոտելով խժռելու են մեր ապագան։ Եվ եթե մենք այսօր չկանգնենք միասին, վճռական ու համախմբված, վաղը արդեն կարող է չլինել նաև պայքարելու հնարավորություն։ Կամ մենք նրանց, կամ նրանք մեզ։ Եվ այս անգամ պարտվելը մեզ համար եւ ձեզ համար տարբերակ չէ։